Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հունիսի 30-ին տեղի է ունենում դերասան Խորեն Լևոնյանի հարցանյաց արարողությունը։ Starnews.am-ի տեղեկություններով դերասանի սիրելին դերասանուհի երգչուհի Էմմա Ազիզյանն է։ Էմման հեռուստադիտողին հայտնի դարձավ 4 երազանք եւ Hotel Grand նախագծերից։ Հարկ է նշել, որ դերասանուհին իր սոցիալական էջերում այդքան էլ ակտիվ չէ։ Starnews-ը առանձնացրել է Էմմայի լուսանկարներից մի քանիսը եւ առաջարկում է ձեզ դիտել դրանք։ Starnews-ը շնորհավորում է զույգին ամուսնության օրվա կապակցությամբ։ Եվ ինչպես արդեն հասցրեցինք նշել, արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Խորեն Լևոնյանի եւ Լիկա Մեսրոպյանի ամուսնալուծությունը։ Մինչ այս տված բոլոր հարցազրույցներում եւ Խորենը եւ Լիկան հրաժարվել են պատասխանել անձնական կյանքի հետ կապված հարցերին, սակայն դերասանն իր վերջին հարցազրույցում խոսել է նոր ընտանիք կազմելու մասին։ Starnews-ը ներկայացնում է Խորեն Լևոնյանի խոսքը։ Հաղորդավարուհու այն հարցին, թե Խորենը մտածում է կրկին ամուսնանալու եւ երեխաներ ունենալու մասին, սիրված դերասանը պատասխանեց. «Հա, ինչի՞ չէ, ես կարծում եմ, այո, մարդ պետք է շատ երեխաներ ունենա։ Երբ մարդ ուզում է նորմալ ապրի, դա իր ընտրությունն է, ու ինքը պատասխանատու է իր ընտրության համար, ինչի պետք է վախենամ նորից ընտանիք կազմել»։ Ահա այսպես Խորեն Լևոնյանը հաստատեց իր եւ Լիկա Մեսրոպյանի բաժանությունը։ Հավելենք նաև, որ նրանք շարունակում են համատեղ հրապարակումներ անել ու ջերմորեն մեծացնել իրենց երկու որդիներին՝ Արամին եւ Արմենին։ Նշենք նաև, որ երբ Խորենի եւ Լիկայի առաջնեկը Արամը նոր էր ծնվել, եւ Լիկան եւ Խորենը մասնակցում էին տարբեր հարցազրույցների եւ պատասխանում փոքրիկի հետ կապված հարցերին ու նաև պատմում իրենց անձնական կյանքի մասին։ Դեռ տարիներ առաջ Լիկան փոքրիկին նմանեցնում էր ամուսնուն։ Նա այս մասին խոսելով նշել է հետեւյալը. Արամի դիմագծերն ամբողջությամբ Խորենինն են, թեպետ առավոտյան երբ արթնանում է, սուր աչքերով կարծես ինձ էլ է նմանվում։ Խորհրդավորություն կա երեխայի անվան ընտրության հարցում։ Ուզում էինք, որ անպայման հայկական անուն լինի։ Խորենն առաջարկեց Արամ, ես էլ համաձայնեցի։ Իր ազգում այս անվան հետ կապված ինչ-որ պատմություն կա, որն ինձ չի պատմում։ Ասում է, թե ժամանակը կգա եւ կպատմի որդուն։ Միայն գիտեմ, որ Արամ է եղել նաեւ Խորեն Աբրահամյանի հորեղբոր անունը։ Լիկայի համար որդին մեծագույն պարգև է։ Երբ մայրանում ես, երջանկություն բառն այլևս քիչ է, արտահայտելու համար այն բերկրանքը, որը զգում ես։ Երջանիկ ես, որ ծնողներ ունես եւ լավ ամուսին, բայց երեխայի պարգեված զգացողությունները այլ են։ Անկեղծացել էր Լիկա Մեսրոպյանը։ Նրա խոսքով Խորենն աշխարհում բոլորից շատ իր որդիներին է սիրում։ Հոգատար եւ ուշադիր հայր է։ Ինձ պատմել է, որ վախեցել է առաջին որդուն գրկել նորածին ժամանակ։ Ես կոտրեցի այդ վախը, երեխային շատ հանկարծակի գիրկը դնելով, անկեղծացել էր Լիկան։ Խորենին բնութագրելիս Լիկան նշել է, որ նրա գլխավոր հատկությունը մաքրասիրությունն է եւ ոչ միայն միջավայրում, այլև մարդկային հարաբերությունների մեջ։ Նա պարզապես պահանջում է անկեղծություն բոլոր հարաբերություններում։ Մեր ընտանիքն իսկական հայկական ընտանիք է, որտեղ ամուսնու խոսքը գլխավորն է եւ վճռորոշը։ Միշտ դեմ եմ եղել հայկական ավանդույթներին, բայց նրա հետ այդ ամենը փոխվեց։ Հիմա սկսել եմ սիրել անգամ հայկական երաժշտությունը, որը նախկինում չէի սիրում։ Ճիշտ է, դեռ 1.5 տարվա ամուսիններ ենք, բայց աշխարհընկալումս ինչ-որ չափով արդեն փոխվել է։ Տարիներ առաջ նույն հարցազրույցի ժամանակ Լիկան նաև պատասխանել էր այն հարցին, թե ինչու հրաժարվեց դերասանուհու կարիերայից։ Եթե Խորենի կինը չլինեի, գուցե համաձայնեի, որ դերասանը գնահատված չէ մեր երկրում, բայց հիմա այդպես չեմ կարծում, քանի որ տեսնում եմ տաղանդավոր մարդու, ով գնահատված է։ Իհարկե կան բացառություններ։ Խաղալով բավական լուրջ դերեր, միևնույն է իմ տաղանդը բարձր չեմ գնահատում, եւ դա է պատճառը, որ այսօր այդքան հայտնի չեմ եւ որպես դերասանուհի այդքան չեմ գնահատվել։ Ինձ երբեք դերասանուհի չհամարեցի, քանի որ իմ պահանջն այդ մասնագիտությունից շատ ավելի բարձր է, անկեղծացել էր Լիկա Մեսրոպյանը։ Դե իսկ Starnews-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։ Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի այլ տեսանյութ Լիկայի եւ նրա որդու մասնակցությամբ։ Լավ է, իմ աղջիկի քեզ այնքան ասիրեմ։ Եղակում դու իրար հետ նկարվել եք։ Հիշեցի։
Հիշեցի։ Հիմա ես տեսել եմ ուշքիթը, կարվերած բակ հապուշկա, ես միայն նորից նկարվել։ Արի մենք համ Գեղարդում, համ Ջերմուկում, իմ տղանա։ Առաջին անգամ է Ջերմուկում։ Առաջի անգամ ճիշտ ասած։ Հա, շարունակենք ջրերի փորձարկում էինք անում, չհասցրեցի ասել։ 45 աստիճան, արդեն ավելի ժանգ է, համ է, բայց ասա տեսնես լիքա ում ես ասում, բոլորը գիտեն, տես մարդկա որ չգիտի։ Ոնց է համը քեզ համար։ Շատ համով է։ Կարևորը որ օգտակար է, արամ, դե արի իրար հետ մի հատ բոլորին ցանկանանք լավ օր, ուրախ օր, համեցեք ջերմուկ, ջերմուկում ամեն ինչ լավ է, հանգիստ է, ուրախ է, մաքուր է, ով է։ Մամա, ինչ դեռ չեմ գնում։ Բավական է։ Մամ, յետը։ Բակա։ Հակա։ Վստահ եմ բոլորի տանջում է այս հարցը, ինչպես ջեռոցի դռան երկու շերտի արանքը մաքրել։ Դուք երևի դանակով ես հատվածներից մտնում եք, հա, եւ սկսում եք մաքրել։ Ժամանակի ընթացքում գոլոշին կուտակվում այս երկու շերտի արանքը եւ եթե տեսնում եք, հա, լույսը վառեմ, չգիտեմ, հետքեր են, որը որ ոչ դրսից է մաքրվում, ոչ ներսից։ Հիմա ինչպես սա անել շատ արագ եւ հեշտ։ Տեսեք, անի մոտիկ маш։ Այստեղ այսպես փականներ կան, բացում ենք։ Ջեռոցը նորից դուրը փակում ենք, բարձրացնում ենք վերև։ Այսպես փոկում ենք դուրը։ Ես կանա փողոցը քայլել, հետաքրքիր այուսականով։ Բացում եք, քանդում եք, այս շերտը հանում եք, մաքրում եք, նորից անպայման, տեսեք այստեղ նշանը կա, այս նշանները չեք մոռանում։ Ինչ տեսքով է եղել, նորից վերադարձում եք, հավաքում եք, հետո նայեք, նորից դուրը հիմա ոնց են կրծում։ Այս երկարուկ մասերը նորից մտնվել, դուրը փակեցի, զգուշ ստեղից խառնելով բացեցի, փականները փակեցի, մի հատ է տարբերակ, եթե ուզում եք մաման ջղայնանա մի քիչ, երեխեք ձեր հետ են, այս փականները բացում եք ու թաղում եք, չարեցի կողը բացանում, դնում եք, մաման գալիս է որ փակի, ու չի փակվում։ Չի փակում, բայց կարող է ոտքին են գնից դուշերը։